Ողջույն, սիրելի իմ հետևորդներ, Facebook-յան ընկերներ, սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, որն ապրում են Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից անդին։ Ասո ձայնը հաղորդաշարը այժմ արտակարգ ուղիղ եթերում է։ Նույնիսկ չկարողացա ժամանակ չունեցա, որովհետեւ ճամփորդության մեջ եմ, որպեսզի տեղեկացնեմ, որ այսօր ուղիղ երարցակում կա եւ շատ կարեւոր են այսօրվա մեր քննարկումները։ Կարծում եմ բոլորդ այսօր բարկացած եք, բոլորդ այսօր տեղեկացված եք, եթե հետևել եք Հայաստանում ապրողները նամանավանդ հեռուստատեսությամբ կամ ինտերնետի, ուրեմն այս հարթակների միջոցով պետք է իրազեկված լինեք, որ Թմրամոլ Արշակ Խաչատրյանը կրկին անգամ ստեր հրապարակավ հնչեցրեց, ասոլիս հրավիրեց դրա համար, ասոլիսից դիվանապետը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, եկեք այսպես շարադրենք, արքեպիսկոպոսը ստեր խոսեց, հերուրանքներ տարածեց, ուրիշներին թիրախավորելով, բայց իր սրբապղծությունը այն հերքեց եւ կապիկություն արեց, որովհետեւ ասեց, որ ես չեմ քերակնոջ հետ պարկել, սուտ է դա, հերուրանք է եւ այլն։ Եկեք նախքան քննարկումները, սիրելի ժողովուրդ, սկսենք աղոթքով եւ որից հետո արդեն սկսենք մանրամասն քննել այս բոլոր երևույթները եւ այն ճանապարհները, որոնք տանում են դեպի ազատագրում։ Մայրաթորը պիտի վերադառնա իր ակունքներին, իր արմատներին, իր առաքելությամբ, իսկ հայ քրիստոնյա մարդը պետք է զգա այդ եկեղեցվո մեջ եւ անամենտ մայր կենտրոնում, մայր տաճարը, որ իրեն է պատկանում, դա չի պատկանում ինչ որ մի խունտային, ինչ որ ավազակա խմբին, ինչ որ մի անհասկանալի մարդկանց, որոնք հեռու են Աստծուց, եկեղեցական եւ բարոյական արժեքներից։ Ահավասիկ սկսում ենք տերունական աղոթքով, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես սուրբ եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն ալ փրկյազ մեզի չարե, զիքո արքայություն եւ զորություն եւ փառքավիդյանս հավիդենից ամեն։ Եվ ահավասիկ սկսում ենք սիրելիներ քննարկել այսօրվա խայտարակությունը։ Իհարկե, լրատվական միջոցները Հայաստանի այս կեղտա ջրերը սփռում են, չգիտեմ ինչ են անում, թափում են, հեղեղում են, մեր հասարակության փորձում են լողացնել այդ կեղտի ցեխի մեջ, այդ ցեխոտ ջրերի մեջ, որովհետև իրենց հարթակից միայն ու միայն սդախոտ բաներ են հնչում, կեղծիկներ են տարածվում եւ ատելության, անհանդուրժողականության խոսք է թիրախավորելով պետությունը, հայ մարդը, որը որ խոսում է այսօր պետության մասին, այն մարդը, որ գիտակցում է, թե ինչ է հայի համար պետությունը, արթուն հայ մարդը, անկախ դրանից թե որտեղ է նա ապրում, Հայաստանում թե Հայաստանից դուրս, անկախ դրանից նա որտեղի քաղաքացիություն ու պատկանելիություն ունի, նա հասկանում է, որ մայր Հայաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը որքան անհրաժեշտ է, որ կայանա իբրև ազատ, անկախ պետականություն ինքնիշխան երկիր։ Եվ իհարկե այս մարդկանց դա ձեռ չի տալիս։ Դա ուզում են քանդեն, դա ուզում են վերածեն նույն Կուկուշկայի աթոռի։ Դուք հասկանում եք, որովհետև Սերժն ու Քոչարյանը Կուկուշկայի աթոռին էին վերածել պետական ինստիտուտները, ռուսի լծի տակ, Կրեմլի բանդայի ուրեմն կմահաճույքներով նրանք կառավարել են Հայաստանը, հեծնել են, նրանք հեգնել են ժողովրդին, նրանք միահեծան իշխանություն են հաստատել, ոնց որ խաններ լինեն, չգիտեմ, են մարդիկ, ովքեր որ եկել են նվաճելու համար երկիրը, ոչ թե հայրենիաց իշխանությունների իբրև։ Եվ այդ նույն հորրի բարքերը, նույն ոճը, այդ տականք Կտրիշ Ներսիսյանը ներմուծեց այդ մշակույթը կեղտոտ եկեղեցին։ Հորրի բարքերը եկեղեցում էին եւ մինչ օրս մնում են, տեսեք 18 թվականից մենք թոթափել ենք այդ շղթաները։ Փաստորեն մենք հայ հասարակությունը առնչվել է հեղափոխության իրողության հետ
եւ թոթափել է այս հորի բարքերը պետության մեջ, բայց չի կարողանում մինչև վերջ ազատվել, որովհետեւ եկեղեցին, որը որպես մեծագույն լծակ ազդում է հասարակական, ուրեմն բոլոր գործառույթների մեջ քիթը խոտելով եւ նույնիսկ ներքաղաքական հարցերի մեջ մտնելով, մխրճվելով բոլոր բնակավարների մեջ, չի թողում, որ մինչև վերջ ազատվենք, որովհետեւ այդ գաղջ մտնոլորտը, որովհետեւ այդ պղծությունը շարունակաբար գործում է եւ չի թոթափել այն ամենը, որը որ այսօր արկա է այդ եկեղեցում։ Ցինիզմի դասական դա ինչ ասեմ, այդ կլասիկի բանը, որ ասում է «Իա, իրոք», ինքն էր ասում, չէ՞, Սերժ Սարգսյանը։ Հիմա այդ կուկուշկայի աթոռից նրանց մոտ այդ արտահայտությունը իա, իրոք դուք մեզ կարող եք բան, իա, պետությունը ով է, իա, իշխանությունը ով է, թքած ունենք մենք ժողովրդի վրա։ Այսօրվա բարապաշարը Արշակի, երբ որ կանգնում է լկտի հայացքով նայում է փաստորեն իր հանդիսատեսին եւ փորձում է համոզել, որ մեր աչքերը մեզ կխաբեն, ինչ որ տեսել ենք մենք, եւ տեսեք երկու փորձակնություն անցավ այդ տեսանյութը, երկու մեկի տեղը։ Առաջինը, որ հաստատեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, եւ երկրորդը արդեն եվրոպական փորձակնությունը։ Եվ երկուսն էլ ինքը մերժում է, ասում է խաբեբայություն է, պետությունը սուտ է խոսում, բացի իրենցից, բոլորը սուտ էր խոսում, Տեր Սահակը սուտ է խոսել, 20 տարից ավել, ինչ 20 տարի, ներողություն, 30 տարի, որտեվ դեռ կաթողիկոս չէր ես իրա դեմ եմ խոսել, Տեր Սահակը սուտ է խոսել, ինչքան մարդ կա այսօր խոսում է, տարբեր բնակավարներից այդ թվում նաև հոգևորականները, այդ 10 արքեպիսկոպոս ու եպիսկոպոսները սուտ են խոսում, Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունները սուտ են խոսում, քաղաքացիական պայմանագիրը սուտ է խոսում, ուրիշ ուժեր, առողջ ընդդիմադիր ուժերը, որոնք դեմ են կտրիչին, սուտ են խոսում, բայց Արշակը սուրբ է, պիտի նկարը դնենք, մոմը վառենք, խունկը ծխենք եւ իրեն պաշտամունք անենք, Աստված է, ինչի է սուրբ, Աստված է, կտրիչի հետ միասին։ Դուք հասկանում եք այս այլանդակության եւ դիվային փաստորեն, դիվային բնությամբ։ Ես պարզ ասում եմ, ինքը դիվանապետ չէ, ինքը դևերի պետ է։ Չի սատկում այդ օծը։ Ի նկատի ունեմ ոչ ֆիզիկական, այլ չեն կարողանում հոգեվոր խեղդենք դա վերջատնա, այդ կեղտը։ Տես հնարքները, տեսեք ինչ սատանայական հնարքներ են։ Հիմա ասում է ազգային եկեղեցական ժողովի մասին խոսեց։ Այսօր խոսեց ապուշ բաներ կաթողիկոս կոչվածի գահանկեցության վերաբերյալ։ Ես գլխավոր իմեջում այսօր տարածեցի պատմական տեղեկատվություն։ Եվ ընդամենը ձեզ մի քանի օրինակներ եմ բերել, շատ ժամանակ չկար, ես ճամփորդության մեջ եմ, եւ իհարկե երբ որ վերադառնամ տուն ավելի շատ կաշխատեմ եւ ավելի լայնածավալ փաստեր ներկայացնելու եմ, բայց բոլոր դեպքերում ինչ որ այսօր ներկայացվեց այդ տեղեկատվության մեջ դուք պետք է հիմնավոր իրականության եւ իրողության հետ հաշվի նստելով պետք է պատկերացնեք ինչպես էր պատմությունը մեր եկեղեցու։ Այդ թվում դրանք նախկինում եթե փորձում են ասեն չի եղել նման ծմահ է կաթողիկոս, այսօր այդ բանը չի կարա ասի։ Մատրակել են նույնիսկ եղել են դեպքեր, որ կաթողիկոս կոչվածին մատրակել են։ Գիտեք ինչ սիրելի ժողովուրդ, ես կոչ եմ անում 10 եպիսկոպոսներին եւ հավատացյալ են մարդկանց, ովքեր որ սրտից արուն է կաթացել այս եկեղեցու համար։ Կտրիչ Ներսիսյանին մատրակել։ Նա արժանի է, որ նրան մատրակել պետք է այդ կեղտին, Արշակին պետք է մատրակել, ոչ մենակ դուրս գցել եկեղեցուց, այլ մատրակել նաև, որովհետև լկտիության եւ սադանայության աստիճանը չկա, ցինիզմի, պոռնկության, պոռնկացել է քեռակնոջ հետ, ասում է ես չեմ, հիմա դուք ինչ տեսնում եք, ես ասում եմ ես չեմ, դա, դուք բան ունեք, հալյուցինացիան ինչ են ասում, Այսինքն սիրելի ժողովուրդ, այդ աստիճանի նրանք ժողովրդին բանի տեղ են դրել, ապուշի տեղ են դրել, անգիտակի տեղ են դրել, չեն հասկանում, որ մեր ժողովուրդը բանական ժողովուրդ է, իմաստուն ժողովուրդ է, չեն հասկանում այդ բանը, որ մեր ժողովուրդը վերջապես 26 տարին այս ամենը տեսել է իր աչքերով, էջմիածնեցիները չեն տեսել, այս կեղտերի նիստուկացը ոնց է, տեսել են։ Ուրեմն ազգային եկեղեցական ժողովը
Այո, այսօրվա եկեղեցական կանոնակարգը դա ազգային եկեղեցական ժողովի ընտրությամբ է, որ կաթողիկոսն է ընտրվում է նաև գերագույն հոգևոր խորհուրդը եւ որոշ հարցեր են լուծում, բայց դու գիտեք մեր գլխին ով փաթաթեց այդ ձևը եկեղեցու կառավարման Պոլոժենին, ես մի քանի օր հետո ձեզ կներկայացնեմ այդ Պոլոժենին, որը որ գործում է եկեղեցու մեջ։ Դա ռուսական ցարի կողմից է առաջ բերվել։ Ուրեմն ոչ մի ազգային եկեղեցական ժողով մեզ պետք չէ հիմա գումարել, քանի որ կաթողիկոս կոչվածը ներողություն շշի չեմ խմում, որովհետև հյուրանոցում եմ շիշը նոր եմ բացել եւ շշից եմ խմում։ Կաթողիկոս կոչվածը այդ կեղտը Կտրիշ Ներսիսյանը չի ընտրվել ազգային եկեղեցական ժողովի կողմից։ Այդ կեղծիկով նստել է Վազգեն Սարգսյանի թելադրանքով կաշառքի դիմաց փորնկանալով Լուիս Սիմոն Մանուկյանի հետ այս աթոռը, որը որ վաճառեց Վազգեն Սարգսյանը Կտրիշ Ներսիսյանին։ Եվ ինքը փաստորեն առել է, ինչպես որ Հայաստանում ամեն բան առնում ծախում էին։ Լավ եք իմանում։ Լևոնը երբ որ եկավ, ամեն բան առան ու ծախեցին այս երկրի մեջ։ Ինչ ասես։ Այն Լենինի արձանը որ հանել են, էդ են ծախել, գիտեք։ Արձանը Լենինի որ հրապարակում կար դրված։ Ես ձեզ պիտի ասեմ ամենագեղեցիկ, սա շեդևր էր ամբողջ նախկին խորհրդային միության մեջ եւ ընդհանրապես սոցիալիստական բոլոր այն պետություններում, որոնք այսօր դարձել են Եվրոմիություն, մտել են արդեն Եվրոմիության մեջ կամ նույնիսկ կազմում են եվրոպական երկրներ։ Ոչ մեկը չուներ sense հիասքանչ արձան Լենինի։ Այսինքն դա կարող էր մնալ, դա մեր պատմությունն է։ Ոչ ոք պետք չուներ այս արձանը հանելու, որովհետև դա շատ գեղեցիկ էր։ Լևոնի օրոք ամենը հանել են, այդ տրիբունան էլ, եթե տեսնայք, մեր պետական ղեկավարները, որ կանգնել են, պարադ են ընդունել Կարեն Դեմիրճյան, այս բոլորը բան են արել, քանդել են ակուրատնի ձևով, հա, տարել ծախել են, ծախել են, տրամվայի գծերը, ամեն ինչը ծախել են, դուք լավ գիտեք, հիմա նորին չթվարկեմ ես, թե ինչ են արել, ինչ չեն արել, ոնց են կերել Հայաստանը, ոսկորներներ են կուլ տվել։ Հիմա կաթողիկոսական գահնել են վաճառքի սակարկության առարկա դարձել։ Այսինքն Պորնիկ ազգային եկեղեցական ժողովի անունը իրավունք չունի տալու։ Նա նստել է անօրինական, բազմիցս են մատնանշել, թե ինչ առաքելական կանոններն է խախտվել եւ իր օծումը, իր գահակալությունը անբավեր է։ Չի ճանաչում իրեն Աստված իբրև ամենայն հայոց կաթողիկոս։ Չի ճանաչում։ Բայց Նիկոլ Փաշինյանին Աստված ճանաչում է իբրև երկրի թագավոր, վարչապետ։ Որովհետև նա ժողովրդի կամքով է կառավարության շեմքում հայտնվել, այլ ոչ թե ինքնակոչ, ինչպես որ Կտրիշ Ներսիսյանը Գրիգոր Լուսավորչի աթոռի վրա։ Հիմա Աստված այդ մարդուն չի ճանաչում, Աստված տենում է, որ այդ մարդը սրբապղծության աղբյուր է, չարիք է մեր ազգի համար հանդիսանում, կեղտ է, ընդամենը կեղտ։ Եվ ամեն գնով ուզում են հաստատել, որ նրանք ճշմարիտ են, սուրբ են, անարատ են, ազնիվ են, անկեղծ են, մնացյալը բոլորը սրիկաներ են, հանցագործներ են, իրենք արդար են, բայց մնացածը ոչ, մեղավոր։ Սա, ասում եմ, ավելի զզվելի եւ ավելի վտանգավոր է, քան թե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մաֆիայի գործելավոճը։ Պետական որպես ավազակներ, հա, գողապետություն, որոնք կառուցեցին, Հայաստանը վերածել էին իրենց անձնական բիզնեսի ինչ-որ մի տարածքի, որոնք նվաճել էին, այդ Ղարաբաղյան կլանի այդ հորի բարքերը բերելով։ Բայց եկեղեցվո մեջ, եթե այդ նույն կեցվածքը դրսևորվում է այդ բնակավարում, որը որ հոգևորի հետ կապ պիտի ունենա, միայն Աստծո հետ հաղորդակցությամբ, ժողովրդին տալու հոգևոր սնունդը, այնտեղ դա աղտոտել են այդ աստիճանի, որ խեղաթուրել են նույնիսկ բովանդակությունը։ Այս վիճակն է սիրելի ժողովուրդ։ Եվ պատկերացնում եք, որ տարբեր մարդիկ կանգնում են, խոսում են ապրծփր, պահանջում են, ասում են, հա, բան արեք,
կարգազրկեք 10 arczepiskopos ու եպիսկոպոսներին։ Ծիծաղս է գալիս։ Այո, դուք կարգազրկել եք, 300 հոգիներ կարգազրկել եք 26 տարիների ընթացքում։ Բայց դուք սրբություն եք, չէ՞։ Կտրիչն ու իր սաղ այդ խուլիգանները իրենց դրել են սրբերի տեղ, նրանք դատավոր են, նրանք իրավունք ունեն մեզ բոլորին դատել, դուրս գցել, պիտակներ փակցնել, իրավունք ունեն, նրանք սրբեր են։ Նրանք երկնքից հրեշտակներ են, որոնք իջել են։ Իսկ մենք երբ որ բարձրաձայնում ենք խնդիրները, մենք ով ենք, մենք ինչ իրավունք ունենք ասելու դրանց, որ աչքի վրա ունք կա։ Մենք պիտի լեզուն մեզ պահենք։ Մենք իրավունք չունենք խոսելու։ Մենք մեր մարդկային արժանապատվությունը չունենք, մենք մեր մարդկային իրավունքներից զուրկ պիտի լինենք։ Այս սա են փորձում փաթաթել այս լրատվամիջոցների խողովակով հասարակությանը համոզել, որ ինչ որ իրանք ասում են, պիտի դոգմայի պես, այն աքսիոմայի պես, հա, երկրաչափության մեջ, ես մաթեմատիկա շատ եմ սիրում, եւ առհասարակ երբ որ գնացի շատ լավ իմացել եմ ժամանակին, որ քննություն եմ տվել, բարձրագույն հաստատություն ընդունվեցի։ Ուզում եմ ասել, այսպես բանկ աքսիոմա կա։ Այն, որը չի քննարկվում։ Հիմա դրանց խոսքեր աքսիոմա է, չի քննարկվում։ Մնացյալը նույնիսկ այդ 10 arczepiskopos ու եպիսկոպոսներ պիտակ է փակցվել։ Ամեն մեկին մի բան են ասում այսօր։ Թիրախ են դարձրել։ Ով որ կպնում է կտրիչին, կտրիչը կարծես թե աստվածություն լինի։ Սա գիտեք որ դեպքում կարող էր, եթե Աստված կանգնի եւ մարդիկ փորձեն ասուն ինչ որ բաներ ասել։ Անընդունելի է, չէ՞, ոչ մեկ չի կարող գալ ասում որևէ ասելիք ասի։ Որտեվ սա սրբություն է, միակ ճշմարտությունը, միակ լույսը, միակ ծերը։ Կյանքի աղբյուրը։ Ով եք դուք, մահկանացու, սրբապիղծ տականքներ, խաչագող սրիկաներ, դուք ով եք։ Ով եք։ Ինչ եք ձեզանից ներկայացնում ընդհանրապես։ Դուք ոչ մի բան չեք կարող ձեզանից ներկայացնել։ Ինչի չեք կարող ձեզանից ոչ մի բան ներկայացնել, որտեվ սնանկ ենք, հոգևոր կյանք չունենք, բացառվում է։ Հոգևոր մարդը իրեն միշտ թիրախավորում է որպես մեղավոր եւ խնդրում է մեր Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսից մեր Փրկիչ մենակ քավություն եւ մեղքերի թողություն է խնդրում։ Փնտրում է իր հոգևոր փրկությունը։ Իսկ հոգևոր փրկությունը առաջին հերթին արտահայտվում է խոնարհությամբ։ Ուրեմն պետք է խոնար լինեն։ Ինչպես Տերը վկայեց, ասեց զիհեզ եմ եւ խոնար սրտով։ Ուր է ձեր խոնարհությունը։ Ոչ, իրանք հպարտ են։ Հպարտությունը առաջին, ամենածանր մահացու մեղքը, որը ծագեցնում է մնացյալ, ածանցյալ մեղքերը։ Իրանց իրավունք չունենք որևէ բան ասենք։ Իրանք մեզ մարդ նույնիսկ որպես չեն համարում, չեն հաշվում։ Իրենք արել են այնպես, ինչպես որ Սերժն ու Քոչարյանը պետության մեջ։ Քաղաքացին ոչ ոք էր։ Իրավունքները չուներ, չէր կարող խոսել։ Սա իրական կյանքներ, որ ապրել են բոլոր մարդիկ, ովքեր որ առնչվել են պետական ինստիտուտների հետ այն տարիներին։ Այսօր նույն պատմությունը շարունակվում է, ուզում եմ ընդգծել եկեղեցու մեջ։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, սա այն պատմությունն է, որը որ չի կարող շարունակվել երկար։ Եվ եթե փորձում են եպիսկոպոսներին դրսում, հա, ինչ որ լակոտներին, թուլեկին, այն չի եպիսկոպոս դասի կոչվածներին, ումը որ նա է ձեռնադրել, այդ թուլեկին, որ ամեն մեկին անգրագետ, անտաշ, բռի հավաքել է, կախարդ, ամեն ձևի անշնորհքներին, արվանմոլ, ովքեր որ Աստծուն բացարձակապես չեն ճանաչում, իրենք Հիսուս Քրիստոսի հետ ոչ մի առնչություն կապ չունեն։ Եկեղեցին իրենց համար միակ տեղն է, ցեխ է, փող աշխատելու գրդոնչիներ են։ Եվ զգեստը եկեղեցականի խալաթ է, կամ առավելագույնս այն ռեստորանում են աֆիցիանտ կեկը, հա, մատուցողինները, բան որ հագնում են աղջիկները, այն գեղեցիկ շորերը, հա,
կամ կաբառաներում ավելի, այսպես ասած։ Էս է նրանց բանը, իրենց հասկացողությամբ, իրենց ընկալման, որ փող առնեն, ընդամենը փող առնեն, փողն էլ իրենց ինչին է պետք, ոչ թե բարի ստեղծելու, գործելու ազնիվ արարքներ, բարություն անել, ինչ որ մեկի ձեռքը բռնել, ողորմություն տալ, չգիտեմ, օգնել, ոչ, որպեսզի այլասերած, արշնոկ, ցոփ ու շվայտ կյանքով գնան ապրեն, այդ դրա համար է իրենց փող պետք։ Դրա համար սա պետք է վերջանա։ Եթե 10 իշխան մեր եկեղեցու կանգնել են ոտքի, բավարար թիվ է, 3 եպիսկոպոս ըստ եկեղեցական կարգն ու կանոնի, լսեք այստեղից ուշադիր, Իզորուեն օծել կաթողիկոս, 3 եպիսկոպոս, մենք 10 ունենք, այդ 10-ը կարող է չրթել, գրփել ու դուրս գցել Կտրիչ Ներսիսյանին, ինքը կաթողիկոս չէ, ինքը ինքնակոչ սրիկա է, որը խաբեբայությամբ այդ գահի վրա նստած է։ Եվ կողքը պտտվում է մոլագար սերական նանարը, Նաթան չարքեպիսկոպոսը, կամ իրեն նաև անվանում են Նատաշան, Նատաշանա կողքը, որը խելքը կորցնում է տղաներ ջահել, տղաներ, որ տեսնում է, ուշքից գնում է այդ տղաների համար։ Եվ մյուսը այդ պլանքաշ Սամվել Խաչատրյանը, կեղծ դևերի պետ Արշակ չարքեպիսկոպոսը, շմարավոզը։ Շմարավոզը դուք շատերը կարողա չգիտեն ինչ է նշանակում, ես հիմա պիտի բացատրեմ, որտեղ իմ ընկերներից մեկը հարց տվեց, ասեց տերայր, շմարավոզը ինչ է, որ խոսում ես այդ։ Ուրեմն երկու բառի կապակցությունն է, շմարը դա բոզ է, նշանակում բոզ, փչացած, իվոզ, այսինքն պարավոզը ինչ է, հա, այս է շմարավոզը։ Եվ սա գիտեք ինչի համար եմ իրեն փակցրել, որովհետև քերակնոջ հետ է կեղտոտություն արել, այսինքն արյունապղծություն է այստեղ, այդ մեղքն է։ Այդ մեղքն է։ Սա ոչ թե նույնիսկ ինչ որ օտար կնոջ հետ է պարկել, այլ կեղտոտել է ազգականներին, լինելով արքեպիսկոպոս։ Հիմա Սերովփեի հարցին գանք, այդ Սերովփե մերդ կա, Բոզիլակոտ, Գերմանիայի խուլիգանը։ Այդ բոզը նույն կարգավիճակ ունի։ Ես չեմ ուզում հիմա մանրամասներ այստեղից հայտնել, բայց խաբեց արքեպիսկոպոսներին, Գերմանիայի թեմի առաջնորդ է։ Սաղբաղ քաշ է գալիս սեքս շոփերում։ Այդ կեղտը, Սերովփեն։ Տարբեր բաներ է այնտեղից գնում։ Եվ հետո գնում է պոռնիկություններ է անում, էս է իր գործը։ Դրա համար սկզբից խոստացա, որ 10 եպիսկոպոսների հետ միասին է, իսկ հետո խոսքը քաշեց հետ։ Շանտաժել է Արշակը իրեն, ասել է կհանեմ քո կեղտոտ անկողինը մեջտեղ։ Այնտեղ գործում է շանտաժի լեզուն, սպառնալիքի, վախի, որտեղ ահաբեկչությամբ կարող է նաև ինչ որ մարդիկ ուղարկել, ծեծեն, սպանեն, թունավորեն։ Հասկանում եք ինչ կլուբոկա մաֆիայի, միշտ որ ասել եմ Էջմիածինը մաֆիայի կլուբոկա, որտեղից ենք վերցել։ Խոմ պատալոկից չեն վերցել օդից, այս է իրանց գործելավոճը։ Ինչի են կատաղել Փաշինյանի վրա, որտեղ պատկան մարմինները այսօր աշխատում են ոչ թե գրպանային են, ինչպես որ եղել են Ռոբիկի, Սերժիկի օրոք։ Զակազով են դատավորի փողը գրպանը դրել, իրանց ուզած է եղել։ Քնչականին, միլիցեքին, չգիտեմ, դատախազություն, իրանց ձեռքներ ամեն ինչը։ Դրա համար սովոր էին, որ սաղին կառնեն ու կծախեն, բոլոր իրանց գրպանում են։ Իշխանությունն էլ իրանց կողմից է։ Նրանք սև փողերի խողովակ իրանց բանն էր, հա, իշխանության լավությունն է, որ իշխանությանը ասում են մեջ ճանապարհով ձեր կեղտոտությունները արեք։ Մեզ էլ մի կպեք, մենք էլ ինչ կուզենանք անենք, դրա համար նարկոտիկները տանում բերում էին։ Գերայինը։ Այս դրա համար էին այդ բոլորը գործում։ Այսինքն այսպիսի բաներ են արել սիրելի ժողովուրդ։ Ասում եմ, մեր ազգը, եթե տենց մաքուր ազգ չլիներ ու հավատավոր, այս չէր դիմանա։
Չէր դիմանա, ուղղակի մենք չափից ավելի բարոյական ազգ ենք։ Մենք պետք է գնայինք կացինը ձեռքը էջմիածին։ Ու այդ մարդկանց պիտի սատկացնեինք։ Եթե լինեինք ռուս, եթե լինեինք ուկրաինացի, եթե լինեինք գերմանացի, եւ այդպես վիճակ լիներ այդ ժողովուրդների մեջ, այս ձև կվարվեին, կսատկացնեին։ Որովհետեւ սրանք չափը ոնց որ ասած լրիվ բոլոր բաները սահմանները ափերը կորցրել են, ամեն ինչը մոռացել են, ընդհանրապես նրանք նույնիսկ չեն հասկանում, որ չեն անդրադառնում հետևանքներին։ Թե ինչ է իրենցը սպասում այդ պարագայում։ Սևացնում են, ասում են պետությունը սուտ է խոսում։ Մեղադրել է այսօր Շմարավոզը, Արշակ Շմարավոզը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, թիրախավորելով, ասելով, որ այն բոլոր մարդիկ, ով աշխատում են այնտեղ, պետից սկսած նախագահից, ներողություն, նախագահ է կոչում ղեկավարը, մինչև վերջին աշխատողը աֆերիստներ են։ Աֆյորայի մեջ է մեղադրել։ Տեսեք է, հիմա ես ուզում եմ դիմել այստեղից պատկան մարմինին, ձերբակալեք այդ ականքին։ Նա ձրել է ձեր գործը կասկածի տակ, նա ձեզ աֆերիստ անվանել, որ դուք զբաղվում եք կեղծարարությամբ, որ դուք այդ վիդեոն ինքը չի, բայց դուք հաստատել եք, որ ինքն է։ Նաև եվրոպական փորձագետներին է նմանապես աֆերիստի պիտակ պակծրել։ Հիմա այս մարդու լեզուն պիտի կտրեք, թե ոչ։ Պետք է այս մարդը կալանավորվի, թե ոչ, սիրելի ժողովուրդ։ Ես գտնում եմ վարկյան առաջ, պետք է մտնեն մայրաթոր, ԱԱՑ-ն պետք է մտնի, վերցնեն ականջնից տանեն։ Անհայտ ուղղությամբ փակեն Արշակ Շմարավոզին։ Նա անելիք չունի էջմիածնում։ Ով իրեն թույլ տվեց այս ասոլիսին այդպիսի բաներ խոսա։ Եթե նույնը աներ, պատկերացրեք ուրիշ պատկեր։ Քոչարյանի կամ Սերժի ժամանակ այսպիսի բան խոսեր պետության դեմ։ Ասենք ասեր, որ քննչականը աֆերիստներ են, որ իսկականից այն ժամանակ զբաղվում են ամեն ինչով փողի դիմաց կամ ծանոթի միջոցով։ Բայց եթե այն ժամանակ կանգներ ասեր տենց բան, չէր վերջանա ասորիսը, նախ իրան ոչ մեկ հարտակ չէր տրամադրել։ Ընդունենք տրամադրել ենք, դա էլ ենք։ Այսպես ասած, բան ենք անում, հա։ Թողնում այդ բանին, որ ենթադրենք պատահելա մտել է այնտեղ։ Չէր կարողանալու դուրս գար այնտեղից ողջ, առողջ։ Սա փաստ է։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, եկեք մենք ձեզ հետ այս հարցը մեզ տանք։ Արդյոք մեր ժողովուրդը պատրաստ է էլ մեկ վայրկյան ավել հանդուրժել, համբերել այս մարդկանց։ Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ժողովրդական դատի։ Միանալով 10 արքեպիսկոպոս ու եպիսկոպոսներին ես կոչ եմ անում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պինդ տղաները նաև գնան այնտեղ եւ դրան պետք է դուրս գցեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Ոչ մենակ Արշակին, նաև պետք է դուրս գցեն Կտրիչ Ներսիսյանին։ Վեհարանը վեհի շարժումը պետք է հասնի իր բուն նպատակին ու լրումին, պիտի այս կարգախոսը կոչվի կյանքի։ Դրա համար պետք է ազատել այս կեղտերից, այս օդը մաքրվի այնտեղից, այդքան է կեղտոտել այնտեղ, հետո դրանցից հետո պետք է քիմ մաքրում անել։ Այդքան են օդներ փչացրել այնտեղ, պետք է քիմ մաքրում անցկացնել։ Եվ դուրս գցել այս մարդկանց, երիկ եղավ, բոլ եղավ։ Մենք ներվեր չունենք դրանց ճառերը լսելու, դրանց ապուշությունները, որոնք նրանք հայտարարություններ են անում, դրանց ստերը։ Երիկ եղավ, բոլ եղավ, սիրելի ժողովուրդ։ Այսքանը ես ուղղակի այս կոչը ուզում եմ թողնել մեր ժողովրդին որպես պատգամ եւ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այլևս նա ոչ մեկ վայրկյան ավել սпасելու չունի։ Բոլոր փաստերը, որոնք պատմական տեղեկատվությամբ ներկայացված են իմեջից այսօր ձեզ, այնտեղ եւս նշվում է, որ ցանկացած իշխանը, թագավորը կարող է այդ հարցը լուծել։ Եվ մենք այսօր անկախ ենք, մենք ոչ մի պալաժենիայի հետ,
որը ռուսերից թագավորական շրջանից մնացած դրա կարիքը չունենք, սովետական միությունն էլ որ վերջացավ եւ 35 տարի էլ անկախություն անցավ, մենք դրա հետ գործ չունենք։ Իսկ հայրենի իշխանություններին պետք է հնազանդվել, եւ եթե Նիկոլ Փաշինյանը իր հանգամանքը վարչապետի հանգամանքն է, եւ ամբողջ իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հայ ազգի ներկայացուցիչները, ատելով ատում են Կտրիչ Ներսեսյանին եւ չեն ընդունում իր կաթողիկոսական հանգամանքը, ուրեմն պետք է մեր սիրելի ժողովրդի ազատամարտիկները, այդ բառը դրա համար եմ օգտագործում, որոնք հանուն Քրիստոսի կլինեն ազատամարտիկ, որտեղ սա ազատամարտ է այլևս։ Պետք է Էջմիածին ազատել սատանաներից։ Ուրեմն այս ազատամարտիկները պետք է մտնեն եւ այդ arczepiskopos ու եպիսկոպոս դասի 10 հոգիների գլխավորությամբ ազատագրեն Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ վերադարձնեն մեր հայ ազգին։ Այժմ եւ միշտ եւ ավիտյանը Սավիդենից ամեն։ Կխնդրեմ, որ դուք շատ տարածեք, սպասեմ ձեր գրառումներին, ձեր դրական լայքերին եւ առհասարակ, որ բոլոր միջոցներով փոխանցեք, սա շատ կարեւոր է, որ բոլորը իրազեկված լինեն եւ կարճ աղոթքով փակենք այսօրվա մեր հանդիպումը։ Աչն արարչական, բազուկը սփռչական, Սուրբ խաչը տերունական լինի ձեզ պահաբան, այսուհետև մինչև հավիտյան ամեն։ Ուժու կորով բոլորին մաղթում եմ քաչ եւ առույգ տրամադրություն, վճռականություն, որպեսզի քանդենք այդ կուկուշկայի աթոռը եւ վերադարձնենք Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իր արմատներին ամեն։ Կհանդիպենք նորից խաղը գիշեր։